գ ողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վարկաներ են դունանք մեր ու եթեր ծառայությունը, լիքանք ձեր մոտ Տիրոջ խոսքը բերելով, Տիրոջ օրհնությունները, Տիրոջ խոսքի խորհուրդները։ Ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որ այս ու եթերով բոլոր Տիրոջ օրհնությունը փոխանցվի դեպի ձեզ եւ Տերը օրհնե այս մեր օրվա ծառայությունը։ Մի քանի վարկաներ են գ վերակտնենք իրար եւ կտեսնենք թե Տերը ինչեր ունի սերիկ քեզի եւ ինձ։
Skancheli խորհրդական հավիտենականության հայր Սքանչելի խորհրդական հավիտենականության հայր Աղության իշխան ով զոր աստված Չունի սահման Բացրե քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած Թշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց Ամեն ծուն թող ծրվի Տեր Հիսուս Քրիստոս, Մեսիա մեր հզոր Թշնամությունը քանդեց, հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ծուն թող ծրվի, ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Օրտնյալ է մեր Տերը, փառքի մեր Աստվածը, հիմա եւ միշտ եւ հավիտյան, հալելույա, ամեն եւ ամեն Բարի եկաք սիրելի քույր եղբայրներ մեր այսօրվա ուղիաթեղ ծառայությանը, ինչպես կտեսնենք, ինչպես գիտեք, կսպրվի Փարիզեն, գահասնի այնտեղ, որ մարդիկ ծառավեն Տիրոջ խոսքին աշխարհի 4 կողմը այս համացանցով Աստված օրհնեցես եւ դա որ այսօրվա մեր ուղիաթերը օրհնապերելա, օգտապերելա քեզ քո հոգեվոր կյանքին եւ քո միջոցով շատերուն։ Այսօր Աստծո ժողովուրդը պետք է ավելի պատրաստվի սրբությամբ, ավելի պատրաստվի Տիրոջ խոսքին մեջ ավելի խորանալով եւ ապրելով։ Վերջին օրերն ենք եւ վերջին օրերը կտեսնենք արդեն ոչ թե աշխարհի պատմության մեջ, բայց կտեսնենք վերջին օրերը հենց եկեղեցին մեջ։ Կտեսնենք ինչպես հավատացյալները իրենց հանգիստին յետևեն գերտան, ինչպես հավատացյալները իրենց սրդի համաձայն ավետարան կկարոզեն, ինչպես հավատացյալները իրենց շահերուն համար Տիրոջ կհետևին եւ այլն հավատացյալներ որ Տիրոջ խոսքը չեն սերդեր հավատացյալներ որ չեն համախմբվի եկեղեցիի մեջ եղբայր քույրերու մեջ հավատացյալներ որ աղոթքի ժողովներուն չգան այս բոլորը տեսնելով արդեն մենք գիտենք որ աշխարհի վերջն է քանի որ գտեսնենք ինչպես եկեղեցին մեջ հավատացյալները դարձած են ոչ թե Տիրոջ աշակերտներ այլ գադարող մի քանի բան գադարող հավատքի մարդիկներ որոնք կգարձեն թե իրենց սահմաններուն մեջ իրենց սահմաններու մեջ մնալով Աստված պիտի ընդունի իրենք կարդացեք եւ տեսեք ավետարանը կարդացեք եւ տեսեք ավետարանի մեջ այդ բոլոր չափանիշները որ դերը գուտա աշակերտին որ դերը գուտա իրեն հետևորդին որ դերը գուտա իր ժողովրդի անդամներուն կարդացեք եւ տեսեք եւ այդտեղ է որ արդեն պիտի տեսնենք ընդրություններ գան մեր մեջ անելու կամ ոչ Դեր օրհնե եւ դա որ մեր սրտերը եւ մտքերը ավելի բացվին իր խոսքի բարձության մեջ եւ իրական որոշումներ առնվի դադարյալ Տիրոջ նմանվելու դադարյալ Տիրոջ ավետարանին համապատասխան ապրելու իրեն հետևորդ իր նման աշակերտները լալու օրհնյալը լա մեր Տերը որ մեր այս խոսքը որ ունենք ավետարանի խոսքը անփոփոխ է տարերը իվեր նույնն է բայց այսօր մարդիկ իրենց փափակները կդեղափոխեն Հիսուսի վրայեն
աշխարհի անձնական իրենց երազանքների մեջ եւ թող դերը ողորմություն ունի որ երբ ինք վերադառնա արդյոք հավատք պիտի գտնե աշխարհի մեջ Հիսուսը ասավ այս բանը հավատացյալներուն համար արդյոք պիտի գտնեմ հավատք ծեր մեջ երբ ես վերադառնամ ինչ հավատքի մասն է խոսքը նվիրման զոհաբերվող սիրող Աստված սիրող բոլոր ամբողջ զորությամբ եւ ընկերը սիրող ամբողջ նվիրմամբ այսպես է որ դերը կսպասե մեզ եւ այս կետի վրա է որ ամեն մեկս հաշիվ պիտի տանք մեր ընթացքին դեր օրտնեցես սիրելիներ բարի եկաք մեմ եւս աշխարհի դարբեր դեղերեն այս FM-ը կողջունենք եւ մեր սիրելի քույր եղբայրները որ մեզ գեհդեվին հավադարմապար դարբեր երկիրները դարբեր դեղերը եւ դարբեր ժամերուն Facebook-ի վրա, YouTube-ի վրա, Խոսքեգետ TV-ի վրա, այս FM-ի վրա դարբեր դեղերեն գեհդեվիկ մեզ դերեցես շատ օրհն է Սաղմոս 123 Սաղմոս 123 հոյակապ Սաղմոս գարդ Սաղմոս է գսե ես գսե քեզի կբարձրացնեմ իմ աչքերս ով երկինքի մեջ փնագող իմ աչքերս քեզի կբարձրացնեմ ով երկինքի մեջ փնագող ահա ինչպես Ձարաներուն աչքերը իրենց դիրոջը ցերքին գնային եւ ինչպես աղինին աչքերը իր դիկնոջ ցերքին այնպես ալ մեր աչքերը դիրոջը մեր աստուծույն բիդինայի աղինը եւ ձարաները իրենց դերերու ցերքերուն գնային թե իրենց դերերը իրենց ինչ պիտի դան ինչ պիտի հադուցանեն ինչպես պիտի վարչադրեն բայց Հիսուս Քրիստոսի հետևորդը գրված այստեղ Աստուծո գնայի ոչ թե Աստծո ցերքին թե Աստված ինչ օրդություն պիտի դա ինչ պիտի դա եւ այլն այլ գնայի Աստծո անձին եւ այնպես գնայի եկնածանքով սպասելով ոչ թե որ դերը փամը պիտի դա այլ սպասելով որ Տիրոջ ավելի մտերմանա իր նպատակը Տիրոջ նմանիլն է Տիրոջ միապանվիլն է մեր ամեն օրվա այս կյանքին մեջ այո բայց նաև հավիտենականության մեջ եւ այստեղ գսե իմ աչքերս կդարձնեմ դեպի վեր ով երկինքը փնագող եւ ես քեզ գնայեմ քեզ կսպասեմ քեզի գնայեմ որ լսեմ մի բան արդյոք ունիս ասելիք ինձ ոչ թե ցերքին եւ այս է դարբերությունը սիրելի քույր եղբայրներ շատ հավատացյալներու այսօր որ Աստծո ցերքին գնային Ասում եք սպասեն օրդություն, հրաշք, փոփոխություն եւ այլն։ Այո, նայինք իրավունք ունենք մենք խնդրելու Աստուծմե, ինչպես մեր հորմեն կխնդրենք, բայց նախ մեր հորը դիմաց պետք է լինենք։ Նախ մենք պիտի ծանոթանանք եւ պիտի միապանվենք այդ մեր Տիրոջի հետ։ Նախ մենք պիտի հասկանանք եւ սորվենք այդ մեր Տիրոջ անձը, Հիսուս Քրիստոսի անձը։ Բողոս կաղոթեւ գսե, որ ծեր աչքերը բացվին, որ ավելի ճանաչեք Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ինչպես աղախինը Տիրոջ ցերքին գնայի, մենք մեր աչքերը մեր Տիրոջը պիտի հարին։ Մենք իր մեկը սպասենք։ Հալելույա։ Օրհնյալը լա մեր դերը։ Հուսամ այսօր այս ուղիաթերի ընթացքին ավելի գսորվիս Տեր Հիսուս Քրիստոսը, ավելի գվայելես Տեր Հիսուս Քրիստոսը, ավելի կհասկանաս Տիրոջ մեծությունը, ավելի կհասկանաս այն կարևորությունը, որ մենք պետք ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավելի ճանչնալու, մոդիգանալու եւ իր մեզ սպասելու։ Հալելույա, օրհնյալը լա մեր դերը։ Եկեք սիրելի քույր եղբայրներ, հրճագենք, թե ինչ խոստացավ դերը իրեն հետևորդներուն։ Եկեք հրճագենք, թե ինչ ըրավ դերը իրեն հետևորդներուն։ Եվ մենք այս գիրագի, անցյալ գիրագի բոլորս մեր դեղական եկեղեցիներու մեջ հրճագեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը եւ իր հարությունով մենք հրճագեցինք թե մենք ինչ կապրինք այսօր իր հարության զորությանը մեջ իրեն լա փառքը միշտ եւ հավիտյան լսենք այս երգը փառաբանենք Տիրոջը եւ վերադառնանք այս երգեն հետո Հովաննու շարունակենք մեր 5-րդ գլուխը սերդել Ծարավին հագեցնեմ դու խոստացար
Սրտերը մեր լուսավորել Եվ հավիտյան սատանայի գործերը խորտակել Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ծարավին հագեցնել Դու խոստացար Կարծածին կերակրել Դու խոստացար Սրտերը մեր լուսավորել Եվ հավիտյան սատանայի գործերը խորտակել Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ծարավին հագեցնել Դու խոստացար Կարծածին կերակրել Դու խոստացար Սրտերը մեր լուսավորել Եվ հավիտյան սատանայի գործերը խորտակել Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Դու խոստացար Դու խոստացար Դու խոստացար Ինչպես ասել ես դու մեզ հայր Մենք ունենանք այն ինչ որ դու մեզ խոստացար Ալելույա, ինչ որ խոստացավ, դերը անպայման կգադարե։ Իրենը լամիշտ փառքը եւ զորությունը հիմա եւ հավիտյան։ Հալելույա։ Սիրելի քուրիախպայներ, Հովաննու ավետարան հասել ենք ուրեմն 15-րդ գլխուն 19-րդ համարեն պիտի գարտանք, անցյալ անգամ մենք տեսանք Հիսուսի երրորդ ուրեմն հրաշքը, ավազանինքով այդ ուրեմն հիվանդին բժշկելը եւ անգևերջ վիճապանությունները որ կսկսին եւ Հիսուս ուրեմն կպատասխանի հիմա այդ հрьяաներու վիճապանությունը, որ իրենք ուզեցին կարգոծել Հիսուսին, ասելով թե Հիսուս իր հայրը
Աստված իր հայրը կանվաներ եւ թե ինքը Աստծո հավասար, ինքզինք Աստծո հավասար գներ։ Համար 19-ն 5-րդ գլուխ համար 19-ը իսկ Հիսուս ըսավանոց Ճշմարիտ գսեմ ցեզի որդին ինքն իր մե բան մնալ չի գրնարնել միայն այն ինչ որ հայրը գնե վասնզի ինչպես որ անիգա գնե նույնպես որդինալ նույնը գնե Այստեղ շատ կարևոր է այս մի քանի համարները որ հիմա պիտի գարտանք Հիսուս պիտի քանի անգամներով պիտի ասե եւ ներկայացնե թե ինքը ճիշտ հորը պես կործեր գնե Ուրեմն քանի որ հրյաները ասին թե դու քեզ Աստված գնես ինքը հիմա պիտի մեկնաբանե իր աստվածությունը պիտի հաստատե իր աստվածությունը Շատեր գսեն որ սուրբ գիրքի մեջ նոր գդագարանի մեջ դեղ մկրված չէ որ Հիսուս գսե ես Աստված եմ բայց այստեղ հիմա որ պիտի գարտանք եթե ինքը Աստված չէ չէր գրնար այս բաները ասել Ուրեմն այստեղ առաջինը գսե ես գնեմ միայն ինչ որ հայրը գնե Ինչպես կարելի է մարդը եթե Հիսուս միայն մարդ էր ինչպես կարելի է ասել որ ես ինչ որ գնեմ ինչ որ միայն հայրը գնե Գամ սնախոս պետք է լար Հիսուս եւ գամ Աստված Գամ Հիսուս սուտ մարգարե է եւ սնախոսություններ գնե մարդկանց խապելու համար եւ գամ Հիսուսի ասածը ճիշտ է եւ ինք Աստված է Բիդի գարտանք այս ընթացքը եւ բիդի տեսնեք քանի անգամներ Հիսուս շեշտը գտնե չմոռնակ պատասխանելու համար այդ հրյաներուն որ գսեն Դու քեզ Աստված գնես Հայրը Աստված քո հայրդ կանվանես դու քեզ Աստված գնես Եվ Հիսուս չուս էր քավլիցի Քանի որ եթե մարգարե էր եթե Հիսուս իսկապես Աստծո մարդն էր պիտի ասեր քավլիցի որ մեկ մարգարեն որ մեկ առաքյալը կարողացավ ասել թե ինք եւ հայրը մեկ է Ինչպես որ մեկ առաքյալը կամ որ մարգարեն գրծավ ասել, որ ես կնեմ ճիշտ այն կործեր, որ հայրը գնե։ Զարմանալի։ Երբ որ հրյաները գսեն իրեն դու քեզ Աստված գնես, Հիսուս չսեր քավլիցի։ Գսե հիմա լավ լսեցեք։ Ցեզ պիտի բացատրեմ, թե իմ աստվածությունս ինչպես կերևնա։ Եվ այս 5-րդ գլխուն մեջ շարունակությունը միջև 6-րդ գլուխ Հիսուս կփաստե իր աստվածությունը։ Ուրեմն առաջինը գսե որ դինքներն բամը չգրնարնել միայն այն ինչ որ հայրը գնե վասնզի ինչ որ անիգա գնե նույնպես որդինալ գնե Ուրեմն այստեղ գսե որդին հորմե բաժանված բամը չէ Ինչ որ հայրն է որդին այն է ինչ որ հայրը գնե որդին այն գնե Շարունակենք Քանզի հայրը գսիրե որդին եւ ամեն բան գցուցնե անոր Ինչ որ ինք կնե եւ ասոց մեալ ավելի մեծ կորձեր պիտի ցուցնե անոր որբեսի դուք զարմանաք Ինչ որ հայրը գնե այն պիտի ընե որդին եւ այն ընելով ցեզ պիտի ցույց տա իր աստվածությունը եւ որ գսե պիտի զարմանաք քանի որ երբեք լսված չէր կամ ընդունված չէր հրյաներու մեջ թե Աստված մարդանա Եվ այստեղ Հիսուսի այս խոսքերով պիտի զարմացնե ասելով այո Աստված պիտի մարդանա մարդացավ մարդ եղավ որդի Աստծո Եվ գսե Հիսուս պիտի զարմանաք երբ պիտի հասկանաք որ ես Աստված եմ Եվ այսօր մինչև այսօր այս բանը կդարվի Մարդիկ սկիզբը չեն հավատար կամ չեն ընդունիր Հիսուսի աստվածությունը Իբր մարգարե կընդունին, իբր բարի մարդ կընդունին, իբր լավ մարդ կընդունին, նայած ով ինչ որ գրոնքի մեջ, բայց երբ որ կանտրադառնան որ այն Հիսուս մարդը նաև հայրի հորը որդի Աստվածն է, կզարմանան։ Եվ այդ զարմանքը հրյաներ ունեցան եւ մինչեւ այսօր ամբողջ աշխարհը կունենա։ Այդ մարդը որ իսկապես վերստին կծնվի Սուրբ Հոգին իր մեջ կուկա, այդ մարդը մեկ անգամ իր մեջ կփածվի Հիսուսի աստվածության միտքը։ Անորամար Հիսուս կսե ան որ ինձ կընդունի իմ հայրս կընդունի։ Հիմա ասոր մասին պիտի խոսենք։ Հալելույա։
Համար 21 վասնզի ինչպես հայրը մերելները գհարուցանե ու գգենտանացնե, ասիկա նորմալ բան է հрьяաները գիտեին, այնպես ալ որդին, որոնք կուզե գգենտանացնե։ Վաու։ Հрьяաներուն համար հայրը գգենտանացնե, մերելները հարություն առնել գուտա, ամեն։ Գասկած չկա կհավատային։ Բայց հիմա Հիսուս կսե որդին ալ, որուն որ գուզե, անոր գգենտանացնե։ Ինչ կպատահի, երկու Աստված կա միթե, Հիսուս երկու Աստծո մասին կխոսի, չէ, հենց մեկ, միակ Աստծո մասին, որ հայրը որդին եւ որդին Սուրբ Հոգին։ Հрьяաներուն համար զարմանալի էր։ Հիսուս կփաստե։ Հիսուս ինք կգենտանացնե։ Քանի որ ինք կյանքի Աստված է։ Անոնք որ չեն հավատար, որ Հիսուս Աստված է, այս համարներով պետք է կոնե, եթե անշուշտ քիչ ավելի խոնարհություն ունին Տիրոջ խոսքին, այս համարներով պետք է ծնրացնեն Հիսուս Քրիստոսի առջև, որ կյանքը ինքը պիտի տա։ Եվ հիմա կբացատրե ավելին։ Նայեցեք ինչ կսե Հիսուս։ Քանզի հայրը մեկը չի տադեր, հաբա ամեն Թադաստան որդին դվավ։ Այսօր բոլոր գրողներուն մեջ եւ նաեւ քրիստոնեական աղանդներուն մեջ, որոնց մեկը Եհովայի վկաներն են, գսեն թե Աստված պիտի տադե երկինքն ու երկիրը, ավելի Աստված պիտի տադե մարդը։ Այո։ Բայց այստեղ ինչ կսե Հիսուս։ Ինքը պիտի չի տադե գսե, որդին դվավ Թադաստանը։ Զարմանալի։ Եթե Հիսուս Աստված չէ, ով պիտի տադե, կամ միան Աստված սուրբ է, միան Աստված արդար է, միան Աստված ուղիղ է, Աստուծո մեզած ուրիշ մեկը չի գրնար տադել արդարությամբ։ Եվ այստեղ Հիսուս կսե Աստված հայրը դվավ ինձի։ Եթե ինք Աստված չէ, ինչպես պիտի արդարությամբ տադե։ Ինչպես հայրը պիտի փոխանցե Թադաստանը որդին, եթե որդին Աստված չէ։ Այստեղ նորեն կգտնեմ սիրելիներ, Հիսուս Քրիստոսի աստվածության փաստերը մեջտեղ գելն են։ Եվ դեր դժբախտաբար դգարամիտ մարդիկ կսեն դեր մքրված չէ, որ Հիսուս կսե ես Աստված եմ։ Ինչպես քրված չէ։ Այս խոսքերը Հիսուսի բերնեն գելն են։ Հալելույա։ Որբեսի ամենքը բադվեն որդին, ինչպես հայրը կբադվեն։ Այստեղ բադվել բառը ոչ թե միայն հարկանքի բադվելն է, ինչպես կսե քո հայր ու մայրդ պիտի բադվես։ Ոչ, այստեղ երգրբակության բադվելն է, երգյուղածության բադվելն է։ Ինչպես հայտնության կրկին 5-րդ գլխուն մեջ մենք կտեսնենք, որ այդտեղ կահուն վրա նստած էր ամենակարող Աստված եւ Քառնուգը, որուն մեջ են գելլե, կահին մեջ են։ Այդ կահին վրա մեկ կահ կա, երկու կահ չկա, մեկ կահ կա, եւ այդ կահի մեջ են գսե Քառնուգը գելլե։ Հայտնություն 5։ Այսպես ալգսե ինչպես հայրը, այնպես որդին պետք է բադվի։ Ան որ որդին չբադվեր, զանիգա գրգող հայրնալ չբադվեր։ Եթե մեկը դեր Հիսուս Քրիստոսը չբաշտե, ուրեմն Աստուծո չի գրնար բաշտել։ Միակ միջոցը հայր Աստվածը բաշտելու իր գրգած որդի Հիսուս Քրիստոսը բաշտելն է։ Եվ անորմալ գզարմանամ այսօր միլիարավոր մահմեդականներ կան, որոնք կբաշտեն Աստված իրենց կարծիքով, բայց ցեզ գրնամ փաստել, որ ավետարանի Աստվածը չէ այն Աստվածը, որ կբաշտեն։ Չի գրնարալ։ Քանի որ այն Աստվածը բաշտողը պետք է նաև բաշտե որդին, որ հայրը գրգեց։ Ուրեմն եթե որդին չես բաշտեր, որդին կմերժես, որդի աստվածությունը կմերժես, դու չես գրնար ավետարանի Աստծո բաշտել։ Ուրիշ աստվածներ գրնալ լալ, որ կբաշտես չեմ գիտեր, այն մեկը իր շինած Աստվածը ունի, բայց ավետարանի Աստվածը, դեր Հիսուս Քրիստոսի հայրը մենք չենք գրնար բաշտել, եթե դեր Հիսուս Քրիստոս ինքը մեր առաջնագարկ միջնորդ բաշտամունքը չի վերցներ։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ իմ խոսքս մրիկ կնե եւ գահավադա անոր որ զիս գրգեց հավիդենական կյանք ունի։ Ան որ խոսքս մրիկ կնե հավիդենական կյանք ունի։ Ունի ոչ թե պիտի ունենա, այլ արդեն մեջն է։ Արդեն հավիդենական կյանքը սկսած է այն մարդուն, որ կյանքը Հիսուս Քրիստոս ընդունած է իր մեջ։ Եվ Հիսուս Քրիստոսով մենք հետո կհասկանանք գործ առաքելոցեն հետո կհասկանանք, որ Հիսուս Քրիստոսով
ներում, փրկություն, հաշտություն գա հորը հետ։ Անորամար հավիտական կյանքը գմտնե գունենա այն մարդը, որ Տեր Հիսուս Քրիստոսը գնդունի եւ գհավատա։ Եվ գսե թադաբարդության դակ չինար, հավամահվնե թեպի կյանք անցած է։ Մերներեն վերջ թադաբարդություն կա, սիրելի քույր եղբայրներ, լավ լսեցեք, մերներեն վերջ դու կամ ես շանս չունենք, երկրորդ շանս չկա, երկրորդ միջոց չկա փրկությունը ստանալու։ Շատեր դարբեր ծևերով կներկայացնեն այս հարցը, որ Հիսուս պիտի գա, իրենիները պիտի դանի, բայց մարդիկ պիտի մնան այստեղ եւ անոնք երկրորդ շանս պիտի դրվի, որ իրենք ապաշխարեն։ Ժողովուրդ, մահ Դատաստան։ Չկա մեջտեղը։ Ուրեմն ան որ Հիսուս Քրիստոսը ունի, հավիտական կյանքի մեջ է, թեև մեռնի, պիտի ապրի, մենք այս պիտի գարտանք եկող շաբաթները, ինք մահ, հավիտական մահ չկա։ Թադաբարդություն չկա, անոր Քրիստոսի մեջ է, բայց անոր Քրիստոսի մեջ չէ, թադաբարդություն կա։ Մահվնե հետո թադաբարդություն ունի, բայց անոր Քրիստոսի մեջ է, Դատաստան պիտի չտեսնե, մահվնե հետո պիտի անցնի ուղիղ կյանքին։ Հիմա նայեցեք այստեղ ինչ կսեմ։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ժամանակը պիտի կա եւ հիմա ալ է, շատ կարևոր է այս բառը։ Ժամանակը պիտի կա եւ հիմա ալ է, երբ մերելները պիտի լսեն Աստծո որդին ցայնը եւ անոնք որ կլսեն պիտի ապրին։ Շարունակեմ, որ այստեղ հստակ լա Հիսուս երկու տարբեր բաներու մասին կխոսի։ Եվ ժամանակը պիտի կա եւ արդեն հիմա է, թե մերելները պիտի լսեն Աստծո որդին ցայնը եւ պիտի ապրին։ Վասնզի ինչպես հայրը իր անձին մեջ կյանք ունի, այնպես ալ որդին դվավ, որ իր անձին մեջ կյանք ունենա։ Գահասկնակ սիրելիներ, Հիսուս Աստված հայրը որդին կյանք չդվավ, որ մեզի կյանք փոխանցե։ Հիսուս ինքը կյանք ունի։ Եվ իր կյանքն է որ կփոխանցե, քանի որ կյանքի Աստված է։ Մեմը եւս փաստ Հիսուսի Աստվածություն այստեղ։ Այնպես ալ որդին իր անձին մեջ կյանք ունի։ 27-ը եւ Դատաստան ընելու իշխանություն ալ դվավ անոր քանզի անի որդի մարդու է։ Հայրը որդին Աստված։ Ինչպես կարդացինք, ինչ որ հայրը ունի, որդին ունի։ Ինչ որ հայրը գնե, որդին գնե։ Ինչ որ հայրն է կյանք, որդին է կյանք։ Ան որ որդի ունի հավիտական կյանք ունի, թադաբարդության չի կար։ Եվ այստեղ գաբելցն է, Դատաստանը որդինն է, որդին պիտի անե Դատաստան։ Կարդացինք քիչ առաջ, եւ ամենքը պիտի բատվեն, ինչպես ասինք, եւ այդտեղը ուրեմն Դատաստանը Հիսուս որդին պիտի անե։ Այստեղ ինչու կբացատրե թե ինչու Հիսուս ինք պիտի Դատաստան անե։ Գրված է. Եվ Դատաստան անելու իշխանություն դվավ անոր որդին, քանզի անիգա որդին որդի մարդու է։ Հիսուս մարդ եղավ, մարդացավ, հաղթեց մեղքի վրա եւ մեզ փոխանցեց անոր գուզե, անոր ապաշխարած է, անոր գտնունի Հիսուսը, կփոխանցե զորությունը, որբեսի մարդս այս աշխարհի մեջ ապրի արդար ուղիղ ճշմարիտ Քրիստոսի նման։ Եվ Հիսուս ինքը որդի մարդու ըլլալով պիտի թադե, քանի որ ինք մարդ ըլլալով հաղթեց, մեզ դվավ բոլոր այդ իշխանությունը եւ զորությունը, որ մենք ալ մարդ ըլլալով հաղթենք։ Եվ եթե մենք չենք հաղթեր, գգանքնենք, հավատքի մեջ չենք, անժամանակ Հիսուս ինք պիտի թադե, քանի որ Հիսուս ներկայացուցիչն է հոր Աստծո առջև արդար մարդուն։ Արդար մարդուն ներկայացուցիչն է հոր առջև։ Մի քիչ խորունգ է, լավ լսեցեք ինչ կսեմ։ Վարդապետական կարևոր գետեր կխոսենք այստեղ, շատ կարևոր է Հիսուսի անձը ճանաչելու համար եւ իր անձը ճանաչելով փրկությունը ստանալու համար։ Ուրեմն Դատաստանը դրվեցավ որդին, քանի որ որդի մարդու է, քանի որ ինք ներկայացուցիչն է մարդ արարածին, անորմալ ինքը պիտի թադե վերջին օրը։ Այսօր վրա գսե մի զարմանակ։ Հիմա Հիսուս երկրորդ բանի մասին կխոսի։ Մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի կա
Իջարածավ ժամանակը պիտի կա եւ արդեն հիմա է, հիմա ուրիշ բան գսե։ Ժամանակ պիտի կա, երբ բոլոր կերեզմաններուն մեջ եղողները անոր որդի ինցայնը պիտի լսեն ու դուրս պիտի կան, անոնք որ բարի կորձերին ցանկի հարության համար եւ անոնք որ չար կորձերեն թադաբարդության հարության համար։ Այստեղ կարևոր գեդեր կամ որ հիմա պիտի փորձեմ բացատրեմ։ Երբ որ գսե Հիսուս, եկեք նախ աստոր մասին խոսենք։ Այստեղ վերը համար 25 գսե։ Եվ ժամանակ պիտի կա եւ հիմա ալ է, անոնք որ որդի ինցայնը լսեն, պիտի ապրին։ Մերելները, որոնք որդի ինցայնը լսեն կրված այստեղ, պիտի ապրին։ Քիչ մարչև գսե, ժամանակ պիտի կա, որ բոլոր կերեզմաններում մեջ եղողները որդի ինցայնը պիտի լսեն եւ ամեննալ հարություն պիտի առնեն, որոնք հարություն պիտի առնեն հավիտենական օրտնության հարության համար, ուրեմն հավիտենական ցանկի համար եւ մյուսերը հարություն պիտի առնեն թադաբարդության համար։ Մեկ խոսքով վերջին օրը կերեզմաններեն պիտի երբ Հիսուս վերադառնա իր ցայնը պիտի լսեն եւ բոլորը հարություն պիտի առնեն։ Այստեղ շատ կարեւոր է, որ թադաբարդվածը եւ երկին գնացողը, դրախտ կացողը եւ դժոխք կացողը բոլորը հարություն պիտի առնեն, որոնք դրախտ իսկ մյուսերը հավնական գորուստ։ Երբ պիտի լայս, երբ Հիսուսի ցայնը պիտի լսեն իր երկրորդ քալստյան օրը։ Այս վերջի օրերու համար է։ Բայց Հիսուս համար 25-ին մեջ ուրիշ ցևով կներկայացնե։ Գսե ժամանակը պիտի կա եւ հիմա ալ է, ասի ինչի մասին, որ ժամանակի մասին կխոսի Հիսուս։ Ժամանակը պիտի կա եւ հիմա ալ է։ Ուրեմն իր խոսած ժամանակը, այն ժամանակ որ ինքը քրեր կամ գխոսեր ներողություն, այն ժամանակը արդեն մտած էր աբակայի ժամանակին մեջ։ Որբեսի մերելները գսե պիտի լսեն որդիին ցայնը եւ պիտի ապրին։ Այստեղ քերեզմաններու մասին չէ խոսքը, այստեղ վերջին հարության մասին չէ խոսքը, այստեղ հոգևոր հարության մասին է խոսքը։ Ուրեմն գսե Հիսուս, օրը պիտի կա եւ հիմա ալե քանի որ ես եկած եմ, որ մերելները, հոգևոր մերածները պիտի լսեն իմ ցայնը եւ կյանք պիտի առնեն, պիտի ապաշխարեն, վերստին պիտի ծնվին, նոր կյանք պիտի ապրին, հավնական կյանքի մեջ պիտի մտնեն։ Հիմա ժամանակը արդեն հասել է։ Ադիս էլ դուզ Հիսուս։ Բայց միջ այդ մենք կսպասենք երկրորդ կալուստին, որ երբ ինք երկրորդ անգամ պիտի գա, քերեզմաններեն այս անգամ բոլոր մերելները եւ բոլոր հավատացյալ եւ ոչ հավատացյալները մեջտեղ պիտի լեն, հարություն պիտի առնեն եւ պիտի թադվին դեր Հիսուս Քրիստոսը։ Քեզ տադողը դեր Հիսուս Քրիստոսն է։ Քո կորձերու համաձայն, քո նվիրման համաձայն, քո ապաշխարության համաձայն ինքը պիտի տադե, տադողը դեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն այստեղ Հիսուս մեզի արիթ կուտա։ Գսե ժամանակն է հիմա 2000 տարի է իվեր այդ ժամանակի մեջ ենք, որ եթե լսես Հիսուս Քրիստոսի ցայնը, եթե իսկապես խոնարհիս իր ցայնին առջև, զղջաս քո մեղքերեն, ապաշխարես եւ զղջաս, դու պիտի ապրիս։ Գիտեք, երբ Ադամ եւ Եվան մեղք կորձեց, Աստված ըսավ այս բդուղեն եթե ուդեք, պիտի մեռնիք։ Իրենք չմերան, գերան, այդ ռոբեին չմերան, բայց այդ ռոբեին իրենց հոգին մերավ։ Եվ բոլոր սուբկիրքը գսե մերած էիք գսե, բայց հիմա գենտանացաք, Բողոս Արաքյալ։ Հիսուս այստեղ գսե մերելները, այդ բոլոր անհավատները, այդ բոլոր գործվածները, այդ բոլոր մարդիկ, որ դեր Հիսուս Քրիստոսի մեջ չեն, անոնք գսե պիտի լսեն իմ ցայնը։ Եվ հարություն պիտի դառնեն, մի խոսքով պիտի ապրին, չսեր հարություն, այլ գսե պիտի ապրին։ Այդ գենտանի կյանքը, որ Հիսուս եկավ դալու, ես եկա գսեք, որ կյանք տամ եւ ալավելին, այդ կյանքը պիտի ունենան, ան որ լսեց դեր Հիսուս Քրիստոսի ցայնը։ Այս առաջին հարությունն է։ Եվ երկրորդ հարությունը իր կալուստյան օրը հարություն պիտի դառնես եւ իր հետ պիտի լաս։ Ինչպես կա առաջին մահ եւ երկրորդ մահ, նույնպես կա առաջին հարություն եւ երկրորդ հարություն։ Այս առաջին հարությունն է վերստին ծնունդը, քո կյանքդ, քո հոգիդ կյանք արավ եւ դու ապրեցար Հիսուսով։ Ամեն։ Այս առաջին հարությունն է։ Երկրորդ հարությունը, եթե մեկը դեր Հիսուս Քրիստոսի մեջ է, հավինական կյանք ունի գսե, թադաբարդության չի կար, երբ որ դերը կա, նույնիսկ եթե մեռածը լա իր մարմինը, քերեզմաններեն պիտի լե եւ դերը պիտի դիրոջ պիտի հանդիպի։ Երբ որ որդին ցայնը պիտի լսեն։
Որդին իր ցայնը պիտի տա, սիրելի քույր եղբայրներ։ Մի զարմանաք, երբ որդին իր ցայնը պիտի տա, գերեզմաններուն մեջ եղողները պիտի լսեն եւ դուրս գան։ Ահավասիկ Հիսուս այստեղ այս 19-րդ համարեն մինչև 29-րդ համարը գփաստե դարբեր ցևերով իր գետրոնական ըլլալը դիեզերքի մեջ իր աստված ըլլալը եւ ամբողջ հավատացյալները անհավատները բոլոր մարդ արարածը իր մեկ դարչված է ինքն է ներգայացուցիչը մարդկության ինքն է որդի մարդուն որ Տադաստան բիդանը ինքն է որ հայրը նշած է ինքն է որ մատնացուցած է ինքն է որ միակ իշխանությունը տրված է կարդացեք ես չեմ խոսողը համարները ինքը գխոսի եթե մենք մի քիչ ավելի խոնարհ լանք եւ փորձենք հասկանալ այս համարները ուրեմն ես քեզ հարցում ուտամ եւ քո միջոցով դերևս շատերուն որ դու գրնաս փոխանցել դուն որդին ցայնը լսեցիր քու մերած հոգևոր մերած վիճակեն ապրելու սկսար եթե այո երանելի ես այն դիրոջը արչև բիդելես եւ քո կորձերով պիտի ցույց տաս որ դու իրն ես որբեսի իր հետ լաս հավիդյան հավասիկ 5-րդ գլխուն այս բաժինը քեղեցիկ ծևով մեզ կբացադրե օրտնյալը լա մեր դերը որ մեզի անդեր չի ցկեր որ մեզի անկաղապար չի ցկեր որ մենք այսպես աչ կամ ցախ երթալու զարնվելու դեղ չունենք մենք ավետարանին խոսքերուն մեջն ենք գիտեմ եւ շատ կապսոսիմ այս վերջին օրերը մարդիկ ավետարանի ճշմարիտ խոսքերը անչափ չեն փնտրեր քան թե քիչ առաջ կսեի կամ թե աստուծմե ստացած օրտնություններ կամ հրաշքներ կամ լավ զգալ այսօր կարոզիչներու մեծամասնությունը կկարոզեն մարդկանց սրդակին թեմաներ որբեսի մարդիկ կարողանան իրենց հետևորդները լան որբեսի մարդիկ կարողանան իրենց ուզածը լսելով այդ տվյալ մարդկանց տվյալ հովիվներուն հետևին եւ այլն ես ձեզ գսեմ սիրելիներ ինձ մի հետևիկ ոչ ալ իմ խոսքերուն, այլ հետևեցեք ավետարանին, որ կփորձեմ փոխանցեմ ձեզ ճշմարտությամբ ինչպես որ է։ Ավետարանը մեզ կսորվեցնե շատ կարևոր բաներ։ Մեր հոգին ապրելու մասին եւ ոչ թե մեր մարմիններու լավ զգալու մասին, լավ բաներ ունենալու մասին, լավ զգացողություններու մեջ ապրելու մասին։ Հիսուս պիտի կա, որդի մարդուն պիտի կա եւ իր ցայնը պիտի լսե ամբողջ աշխարհը։ Եվ նույնիսկ քերեզմաններուն մեջ, որ բան չեն լսեր, իրենք պիտի լսեն եւ պիտի ելեն թադվելու դեր Հիսուս Քրիստոսի։ Եվ ան որ դեր Հիսուս Քրիստոսը ունի հավնական կյանք ունի, ան որ գտնունի դեր Հիսուս Քրիստոսը հայրը գտնունի, ան որ գճանչնա դեր Հիսուս Քրիստոսին հայրը գճանչնա։ Երանի քիչ ավելի շեշտը թրվեր այսօր եկեղեցիներու մեջ կոնե դեր Հիսուս Քրիստոսի անձին վրա որպես մենք խոնարհվեինք իր խոսքին եւ իր անձին հալելույա հալելույա շարունակենք Հիսուս կսե համար 30 ես ինքն իր մեզ բանը չեմ գրնարնել ինչպես կլսեմ այնպես կթադեմ եւ իմ թադաստանս արդար է Վասենզի ես իմ գամքս չեմ պնդրեր, հաբա անոր գամքը որ զիս խրգեց։ Նայեցեք ես ինձ մե բամը չեմ գրնար անել ասել չէ որ բամը չի կարողություն չունի անելիք ոչ, այլ ճիշտ հակառակը գսե ես ինչ որ գնեմ համապատասխան միապանության մեջ է, քանի որ ես եւ հայրը մեկ ենք 10-րդ գլխուն մեջ այն պիտի ասե ես եւ հայրը մեկ ենք չի գրնարը լալ որ ինքը ուրիշ բան ես ուրիշ բան չի գրնարը լալ որ ինքը հրահանք է եւ ես հնազանդիմ կամ ոչ մեկ ենք նույնը ես ինձ մե բամը չեմ գրնար հայրն ալ միասին եղած ենք մենք մեկ ենք մենք միասին իմ Տադաստանս արդարը ինչու կավ ես Աստված եմ իմ գամքս չեմ պնդրել քանի որ ես եւ հայրը մեկ ենք Եթե ես ինձի համար վգայեմ, իմ վգայությունս ճշմարիտ չէ։ Հիմա
սիրելիներ, այստեղ Հիսուս վկայության մասին գխոսի։ Եվ հрьяաներուն գխոսի չմոռնաք, ինչու այս նյութը գփանա հрьяաներուն։ Քանի որ հрьяաները գսեին, 2 կամ 3 վկաներ պետք է որ ընդունես մեգումը ճշմարտությունը։ Մեկը որ շիդակ բան գսե, 2 կամ 3 վկա պետք էր որ ըլլա։ Երկրորդ օրինաց 19-րդ գլխուն մեջ կգարտանք այս նյութով։ Հիմա Հիսուս իր վկայության մասին գխոսի։ Եվ այստեղ գսե որ եթե ես ինձի համար վկայեմ, իմ վկայությունս ճշմարիտ չէ։ Նորմալ է, քանի որ Սուրբ Գիրքը գսե եւ Հիսուս գահարքե 5 դագարանի քրվածքները, Սուրբ Գիրքը գսե Աստծո խոսքն է, օրենքի, Մովսեսի օրենքին մեջն է, թե մեկ անձ ինքը իր մասին չի կրնար վկայել։ Եվ այստեղ Երանի թե քիչ ավելի ուշադրություն ունեինք այս կետին վրա։ Կարևոր չէ դու քեզի համար ինչ կսես, այլ քեզ լավ ճանաչողները քեզի համար ինչ կսեն։ Քեզ լավ ճանաչողները ինչ կսեն քո համար, ինչ վկայություն ունիս, ինչ վկայություն ունիս ուրիշները քեզ համար։ Եվ ոչ թե դու քու կարծածդ ես այս գիտեմ, ես այն գիտեմ, ես հավատացյալ եմ, Սուրբ Օքին ինձ հետ կխոսի եւ հիմա դժբախտաբար շատ հավատացյալներ չեն ուզեր լսել աճ ցախրատներ, չեն ուզեր փնդրել ճշմարտությունը, գսեն Սուրբ Օքին ինձ սավ բավարար է։ Բայց նույնիսկ Հիսուս այդ բանը չսեր։ Գսե ես իմ մասին որ վկայեմ, իմ վկայությունը ճշմարիտ չէ։ Գրնակ երևակայել լրջությունը Հիսուս Քրիստոսի։ Հիսուս իր մասին ինչ որ վկայել շիդակ պիտի լար, քանի որ ինքը Աստված էր։ Բայց գսե օրենքին հարգելով ես իմ մասին ինչ որ ասեմ, ճշմարիտ չէ, քանի որ օրենքը գսե 2 կամ 3 վկա պետք է։ Եվ հիմա ուրեմն Հիսուս վկաները պիտի բերե, թե վկաները ինչ կսեն իր մասին։ Իր մասին ինչ, իր աստվածությունը շատ կարևոր է։ Ինչպես այս 5-րդ գլխում մեջ Հիսուս իր աստվածությունը գփաստե դարբեր օրինակներով, դարբեր բարերով եւ դարբեր մոդեցումներով։ Ուրեմն առաջին գսե ուրիշ մնե որ ինձի համար կվկայե։ Ես ինձ համար չեմ վկայեր, բայց ուրիշը կվկայե։ Ով։ Այստեղ գրված է, ուրիշ մնե կվկայե, ես գիտեմ թե ճշմարիտ է այն վկայությունը, որ ինք ինձի համար կվկայե։ Դուք Հովհաննեսին ղրգեցիք եւ ինք ճշմարտությանը վկա եղավ։ Առաջին վկան, որ Հիսուս կառնե, գսե Հովհաննես մգրտիչն է։ Առաջին վկան Հովհաննեսն է։ Ինչ ուսավ Հովհաննես իմ մասին, թե ես Աստծո կառն եմ, որ աշխարհի մեղքը գվերցնեմ։ Ես պետք չունիմ մարդոց վկայության։ Հալելույա։ Հիսուս մարդոց վկայության պետք չունի, բայց ինչ որ այստեղ գսե որ մարդիկ շարունակե գսե, բայց ես պետք չունիմ այս բաները գսեմ, որպեսզի դուք փրկվիք։ Ուրեմն Հիսուս վկաներ կբերե, որ մարդիկ այդ վկաները տեսնելով ընդունին, որ Հիսուս Աստված է եւ փրկվին։ Հասկանաք, Հիսուս գսե ես այս վկաները կբերեմ, ոչ թե ես որ պետք ունիմ վկայության, ոչ։ Ես այս վկաները կբերեմ, որ դուք լսեք, դուք հասկանաք եւ դուք ինձ ընդունելով փրկվիք։ Հալելույա։ Նայեցեք Հիսուսի սերը, այս երկար բացատրությունները այդ է որ մարդիկ փրկվին։ Երկար բացատրությունը այդ է որ մարդիկ հասկանան թե Հիսուս Աստված է։ Թե Հիսուս ամբողջ էությունը դիեզերքը Հիսուսի մասին կխոսի։ Եվ մենք մեր վստահությունը դիրոջ տնելով փրկվինք, անոր համար Տերը եկավ։ Իր սիրո նշանն է, որ Տերը եկավ իր վկայությունով։ Ուրեմն առաջին վկան Հովհաննես մգրտիչն է։ Հովհաննեսի համար գսե անիկա ջրակ մներ, որ գվարեր ու լույս կուդար, եւ դու քիչ մադեն ուզեցիք անոր լույսով ուրախանալ։ Բարի վկայություն կդա Հիսուս նաեւ Հովհաննեսին համար։ Բայց ես Հովհաննեսին վկայութենալ մեծ վկայություն ունիմ։ Քանզի այն կորձերը, որոնք հայրը ինձի տվավ որ կատարեմ, այն նույն կորձերը, որոնք ես կկործեմ, ինձի համար կվկայեն, թե հայրը զիս խրգեց։ Երկրորդ վկայությունը կորձերը, հրաշքները, խոսքերը, մարգարեությունները։ Իմ կորձերս կվկայեն, որ ես Աստծո մեջ եմ եւ Աստված իմ մեջ։
Գվգայեմ, որ հայրը զիս խրգեց, ինչպես քիչ առաջ կսե, զիս խրգեց, ասել եմ մեկ ենք, իր իշխանությունը դվավ ինձի, իր կյանքը դվավ ինձ, որ ես ալում եմ կյանք, ուրեմն հասկանաք, Հիսուս ինչ որ ըսավ 19 համարեն միջև 29 համարներուն մեջ, այս հայրը զիս խրգեցի վերնակրին մեջն է։ Կորձերս ցույց կուտան, որ ես Աստված եմ։ Երկրորդ վգան։ Հայրը, որ զիս խրգեց, ինք վգայեց ինձի համար։ Դուք անոր ցանիցը լսեցիք, ոչ ալ անոր գերբարանքը դեսակ, ոչ ալ անոր խոսքը ծեր մեջ բնագած է, քանզի զայն, որ ինք խրգեց, դուք անոր չեք հավատար։ Երրորդ վգան, հայրը ինքը։ Գիշեք մգրդության ադենսավ այս է իմ սիրելիս որդին, որ ուն հավներ եմ։ Այլագերբության տածքին Հիսուսավ այս է սիրելիս որդին ադոր մդի կրեք։ Հայրը գվգայե Հիսուսի մասին։ Վաու, Աստված երկինքեն ցայն գդա եւ մադը գտնե Հիսուս Քրիստոսի, քանի մարդիկ կգարձեին, որ Հիսուս մարդ էր, մարգարե էր, բարի մարդ էր։ Բայց հայրը գսե այս է իմ սիրելի որդին։ Ադոր մդի գրեք, ոչ թե ինձ մդի գրեք, ադոր մդի գրեք։ Ինչպես կարելի է, գիտեք, Մովսես միշտ կսեր Աստված մդի գրեք, Աստծո մդի գրեք, Աստված խոսեցավ, Աստված, բայց հայրը վերեն գսե Հիսուս, որդին անոր մդի գրեք։ Երրորդ վկայությունը հայրը ինքն է, որ գվկայե Հիսուսի մասին։ Գտեսեք, եղանք 3 վկայություն, 4-րդն ալգա, 5-րդն ալգա։ Երկրորդ օրինակը գսե 2 կամ 3 հոգի պետք է։ Հիսուս այստեղ 5 օրինակ կուտա, 5 վկաներ կուտա, թե ինք Աստված է, Աստուծո մեջ հրգված է։ Համար 39 Քիրքերը քննեցեք։ Բասնզի կգարձեք, թե անոնցմով գրնակ հավնական կյանք ունենալ։ Ահա, թուն, անոնք են, որ ինձի համար կվկայեն։ Հալելույա։ 4-րդ վկան, քիրքերը, մարգարեությունները։ Ամբողջ քիրքերը բացեք, պիտի տեսնեք այդտեղ Հիսուսի մասին կվկայեն։ Մեսիայի մասին, Հիսուսի մասին։ Բացեք ամբողջ քիրքերը եւ պիտի տեսնեք, որ քիրքերը իրենք կվկայեն ինձ։ Ես իմ մասին խոսելու պետք չունիմ, բայց նայեցեք, Հովաննես կվկայե իմ մասին։ Կորձերս կվկայեն իմ մասին։ Հայրը ինքը կվկայե իմ մասին։ Ամբողջ 5 տակարանի քիրքերը, որ դուք կքննեք անոր մեջ փնտրելով հավինական կյանքը, բայց անոնք կսեն, որ ես եմ հավինական կյանքը։ Իմ մասին կվկայեն։ Ես մարդոց մեջ չեմ փառք չեմ սпасեր, բայց գիտեմ, թե Աստծո սերը ծեր մեջ չունիք։ Ես իմ հորս անունով եկա ու զիս չընդունեցիք։ Եթե ուրիշ մեկը իր անունովը կա, զանիկա պիտի ընդունիք։ Դուք ինչպես կրնակ հավատալ, երբ իրար մե փառք գագնգալեք եւ այն փառքը, որ Աստուծո մե չեք փնտրեր։ Իրար մե փառք գագնգալեք։ Իրար բադվել, իրար փարսացնել։ Դուք իրարմով գաբրիկ, բայց չեք նայիր, որ հայրը ինչ կսե։ Հայրը փառքը իմ մեջ կտնե։ Դուք այստեղ կսե չեք ճանչնար Աստուծո, քանի որ չեք սիրեր Աստված։ Գեղեցիկ է, Աստծո սերը ծեր մեջ չկա։ Քիչ առաջ գարտացին կազի հայրը գսիրե որդին եւ ամեն բան գծուցնե անոր։ Դուք չեք սիրեր Աստուծո, անոր համար է, որ այս բաները չեք հասկանար, չեք տեսներ, չեք ընդունիր։ Դուք իրար կփնտրեք, քիրքերու մեջ կփնտրեք, մատնություններու մեջ կփնտրեք ճշմարտությունը, բայց ես եմ ճշմարտությունը։ Հայրը ինձ որոշեց։ Ես եմ, որ եկա մարդացա։ Մի գարձեք, թե ես ձեզի համար անպաստանություն պիտի ընեմ հորը։ Մեկը գա, որ ձեզի համար անպաստանություն պիտի ընե անալ Մովսեսը, որուն դուք հուսացած եք։ Ասես եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձիալ պիտի հավատայիք, քանզի անի ինձի համար քրեց։ 5-րդ վկան Մովսես։ Դուք Մովսեսին կարևոր այնքան կարևոր դեր գտնեք, որ Մովսես պիտի կա ցեզի պիտի ասե. «Սիրելիներ, ես Հիսուսի մասին կխոսեի եւ դուք իրեն չընդունեցիք»։
ինձի գլսեք, իմ օրենքներս կգադարեք, ինչ որ ասեմ ադի կգնեք, այո, ես Մովսեսն եմ, դուք ամիշտ իմ մասին կգարտաք, այո, բայց ես գսեմ Հիսուսին նայեցի, որդին Հիսուսն է։ Գսեթե Հիսուսի, եթե դուք Մովսեսին քիչ ավելի լսեի, դուք ինձի պիտի ընդունեիք։ Ուրեմն Մովսես պիտի դադարեցեց, քանի որ դուք Մովսեսին անչափ կարևոր դեղ տրածեք, անչափ կարևորակույն դեղ տրածեք, Մովսես պիտի դադարեցեց։ Ասելով դուք չեք լսեր, ինչ որ գսեմ։ Ես կգրեցի Հիսուսի մասին։ Քիրքերը գրեցին Հիսուսի մասին։ Հայրը վկայեց Հիսուսի մասին։ Կորձերը կվկայեն Հիսուսի մասին։ Հովաննես Մկրտիչ կվկայե Հիսուսի մասին։ 5 վկաներ Հիսուս կսե, թե այս 5 վկաները իմ մասին գսեն, թե ես Աստված եմ։ Դարբեր բարև գործած է, բայց ուսամ հասկացակ միտքը 19-րդ գլխուն 19-րդ համարեն միջև այս վերջին համարը։ Օրտնյալը լա իսկապես դիրոջ խոսքը, որ մեզ գսորվեցնե սիրելիներ, գսորվեցնե։ Թե ով է Հիսուս։ Երանի քիչ ավելի մենք մնայինք Հիսուսի խոսքի վրա, ավելի ճանաչեինք Տեր Հիսուս Քրիստոսը, ավելի ընդունեինք, ավելի, ինչպես կսեմ, փորձեինք իր անձը փնտրել, իր անձը սորվել, իր անձին մեջ մնալ։ Հալելույա, հալելույա։ 6-րդ գլուխ, հասանք 6-րդ գլուխ։ Այս բաներն հետքը Հիսուս Գալիլեայի, այսինքն Դիպերիայի ծովուն անտի գողմը գնաց, անոր ետևեն շատ ժողովուրդ կերտար, վասնզի գտեսնեին այն հրաշքները, որոնք հիվանդներ, այն գտեսնեին հրաշքները, որոնք հիվանդներուն վրա գներ Հիսուս։ Գհետևեին Հիսուս ինչու համար։ Գհետևեին, քանի որ հրաշքներ գտեսնեին։ Շատեր գհետևեին ասելով ասիչ մեծ գործեր գնե, երբենք նայինք նորություններ տեսնենք։ Գհետևեին Հիսուսի իրեն հրաշքներուն համար, ոչ թե իր անձին համար, ոչ թե իր աստվածության համար, այլ իր հրաշքին համար։ Քանիներ այսօր եկեղեցիներուն մեջ գսեն թե Հիսուսի գհետևին, բայց Հիսուսի չէ, Հիսուսի դվածներուն գհետևին։ Հասկացաք դարբերությունը հավատացյալի եւ աշակերտի։ Աշակերտը Հիսուսին գհետևի, հավատացյալ ըսվածը Հիսուսի դվածներուն գհետևի։ Ուշադիր եղիր, շատ ուշադիր եղիր։ Հիսուս լերը ելավ եւ հոն նստավ իր աշակերտներուն հետ մեկտեղ, հրյաներուն Զադիգի դոնը մոտ էր։ Հիսուս երբ իր աչքերը վերցուց եւ տեսավ, որ շատ ժողովուրդ կուկային իրեն, ըսավ Փիլիպոսին, ուրգե հացախոարնենք, որպեսի ադոնք ուդեն։ Նայեցեք, Հիսուս գիտե, որ այդ մարդիկ կուկան իր հրաշքներուն համար, ոչ թե իրանցին համար, գուկան այդ մարդիկ, որ օրտնվին, այս բոլորը գիտնալով նույնիսկ գուզե Հիսուս օրտնել։ Սխալական ենք, երբեմն սխալ բանի կհավատանք, բայց Հիսուս գուզե մեզ շտկել, մեզ բարձրացնել, մեզ օգնել, որ մենք ավելի երթանք առաջ։ Գտեսնեմ, որ այս մարդիկ անոթի են, սոված են, գուզե գերագուրդալ։ Ուրգե հաց առնենք, որբեսի այս մարդիկ ուդեն, համարվեց կսե, այս կսեր կանզի զանիգա փորձելու համար, կանզի ինք գիտեր թե ինչ պիտի ըներ։ Փիլիպոսին կսե։ Փիլիպոսը որ գսե մեզի հայրը ցույց տուր եւ մեզ բավարար է։ Հա, Փիլիպոս, օքեյ։ Ինչ ունենք հիմա այս մարդկանց կերակրելու համար։ Հիսուս ուզե Փիլիպոսին հավատքը բարձրացնել։ Եվ գսիրեմ Հիսուսի, երբ ինք հարցումներ կհարցնե։ Ինչու, ինչպես, ինչու համար։ Եվ Փիլիպոս պատասխան տվավ ըսավ 200 տահեգանի չափ, հաց չի բավեր, որբեսի ամեն մեկը քիչմը առնե։ Փիլիպոս շատ շուտ հաշիվ գնե։ Թե այսքան մարդ, 200 տահեգան մեծ գումար է։ Այսքան մարդ, այսքան գումար պետք է, որ երթանք հաց առնենք, եթե գրնանք գտնել եւ բերենք։ Մարդկային լուծումներ, մարդկային ռազմավարություն,
կարևոր է, գիտեք, մարդկայինն ալ կարևոր է, բայց հոգևորին մեջ մարդկայինով չես կրնար գտնել լուծում։ Հոգևոր լուծում պիտի գտնել։ Եվ դեռ այստեղ Ֆիլիպոսին գուզե այս ցույց տալ եւ մեզի ալ։ Ֆիզիկական խնդիր կա այստեղ, մարդիկ սոված են, հոգնած են, անոթ են։ Հիսուս գուզե այդ մարդկանց կերակրել։ Մեզի հաց պետք է։ Հացին համար փող պետք է, տրամ պետք է։ Նայեցեք, շատ դրամապանություն այստեղ, Ֆիլիպոսին խոսածը դրամապանական է։ Բադասխանը այստեղ Ֆիլիպոսին գարջադես լալներ։ Նայեցեք, կսե նույնիսկ 200 տարեկանի հաց ունենանք չի պավեր։ Այստեղ գտեսնե Ֆիլիպոսին նախ ժխտական միտքը գարջադես նաև, հերուն չի տեսներ։ Չեմ գիտեր մենք լայն ինչ պիտեսեինք Հիսուսին։ Բայց Հիսուս գուզեր որ շիտակ պատասխան տար Ֆիլիպոս, քանի որ գործեր իրեն իր հավատքը։ Սորվեցնելու նպատակով անշուշտ։ Ես վստահ եմ որ անգևերջ Ֆիլիպոս երբեք չգասկածեցավ։ Եվ հոգևոր լուծումներ կդավ ֆիզիկական հարցերում, նյութական հարցերում։ Իր աշակերտներն մեկը Սիմոն Պետրոսի եղբայրը Անդրեաս ըսավ Հիսուսի. Հոս բադանի մը գա, որ 5 քարի է հաց եւ 2 ցուկ ունի, բայց ասոնք ինչպես պիտի պավեն այդչափ մարդոց։ Նայեցեք, գեղեցիկ այստեղ։ Հաց պետք է, բայց ոչ մեկ հաց չկա։ Հիսուս կսե ինչ պիտի անենք, մարդիկ կսեն, Միքայիլներ կսեն պետք է տրամ մեզի, փող պետք է, այս պետք է, այն պետք է։ Բայց այստեղ Անդրեասը գարձեք մեզի փածավ այսպես ջանաբար։ 2 ցուկ 5 հաց կա։ Շատ քիչ է։ Չի պավեր, ինչ պիտի անեն, նորեն ժխտական է, բայց գարձեք հույս մի եկավ։ Աստված գուզե կործել սիրելիներ փոքր բաց թուրերով, փոքր չանքերով, փոքր մեր ունեցածներով, փոքր մեր հավատքով, փոքր մեր փափակով, փոքր նույնիսկ որ չի պավեր դերևս լերներ դեղափոխելու, բայց փոքր հավատք բավարար է։ Մովսեսին ասավ ցերկդ ինչ ունիս Մովսես։ Երբ որ Մովսեսին գղրգեր Եգիպտոս եւ Մովսես զարմացած գսեր ես ինչպես պիտի այնչափ ժողովուրդ դուրս հանեմ։ Շատ լավ, ցերկդ ինչ կա Մովսես։ Մի հատ խավազան, այդ խավազանը բավարար է քեզ։ Այստեղ 5000 ժողովուրդ ամենեն քիչը։ Քոնե 10000 մը գային։ 2 ցուկ 5 հացը ինչ պիտի անի։ Շատ բան չներ, բայց բավարար է Հիսուսի համար։ Եղիային օրինակը, որ գնոջքով գնաց եւ պիտի մեռներ այդ կինը, բարտկի դագեր, ինչ ունիս։ Քնա աման ուզե բոլորեն յուղ լեցուր մեջը եւ պիտի ապրիս։ Ինչ որ ունիս անորմով դերը պիտի դանի քեզ առաջ։ Գեղեցիկ խոսքեր են։ Մեծ բան մի սпасեր դիրոջ մե։ Եթե ասել լագը փոխենք, այնը լագը փոխվի, այնը լագը փոխվի, չէ, ինչ որ ունիս, 2 ոտքեր ունիս, 2 ոտքեր կորձած է եւ քնա դիրոջ օրտությունները վայել է։ 2 ցերկ ունիս, 2 ցերկ, 10 լումա ունիս, 10 լումայով։ Ինչ կարողություն ունիս։ Այո, չի պավեր դերևս, բայց դերը գրնա այդ քո փոքր փափակը հասցնել մեծ հրաշքներու։ Ամեն։ Ամեն։ Եվ Հիսուս կսե նստեցուցեք այդ մարդիկը, ինչ քեղեցիկ է, հանդարտեցուցեք այդ մարդիկը, թող չի երթան, թող մնան, թող նստին, թող գայնին, թող հաստատվին, թող գայանան, ես այստեղ եմ, դիրոջ կամքը այդ է, որ մենք գայանանք մեր հավատքին մեջ, և ոչ թե այս կամ այն պատճառներով թողենք և երթանք
այս մարդիկ եթե քիչ մտեր թողեին, վստահ պիտի երթային քյուղեր քաղաքներ, որպես այդտեղ ուտելիքներ առնեին։ Բայց դերը գսե նստեցուցեք, ես հոս եմ։ Երկու ցուկ 5 հաց բավարար է։ Մեզ դերը սորվեցնե նստիլ իր ներգայության մեջ հանդարտ եւ ոչ թե խապանվիլ, ոչ թե խանգարվիլ, ոչ թե իրար անցնիլ, հանդարտ նստիլ, դերը այստեղ է։ Անոթի եմ ժամանակը գտա։ Ինչ ունիմ կործածեմ իր парքին համար։ Ինչ ունիմ նախ իրեն համար, իրեն դամ, գիտեք այդ փոքր դղան հոյագաբը այստեղ գրնամ Երևանայր այդ փոքր դղան դերևս 5 հացը 2 ցուգը չեմ գիտե դերևս արել երթար դուն մամային հետ կամ ծնողքին հետ կամ զավակ ինչ գիտեմ ընկերներու հետ ուդեր բայց եկավ այդ հացը եւ այդ ցուգը դվավ Հիսուսի աշակերտներուն եւ դերը բարձրացուց դերը բազմապատկեց ինչու այդտեղ հնազանդ բադանի մգար իր պատճառով ինչ որ ունիս դիրոջ դուր ինչ որ ունիս բաց տուններդ որ դերը կործած է մի բահեր քեզ դիրոջ կործին համար դիրոջ տաշտին համար կործած է փոքր գումար ունիս դուր դիրոջ տաշտին համար այստեղ դասանորդի միտքը գրնամ փոխանցել քեզ ամենեն լավ բաժինը դուր դիրոջը որ դերը օգտագործե եւ քո լավ բաժինով ինքը մեծ կործեր կատարե շատ խորունկ մտքեր է մանավանդ այդ փոքր բադանիին դվածը որ 10,000-ին ինչպես պիտի հասներ բայց ինք հավատքով դվավ եւ դերը հավատքով ըրած դրված օրտություններուն մեծ հրաշքներ գնե մտածես սիրելիս դու ինչ ունիս փոխանցելի ինչ բան կա որ գրնաս ընել դիրոջ տաշտին համար դերևս փոքր է գիտեմ շատերը գսեն այման ընեմ չնեմ նույնն է մեկը բիչի տեսնե կարևոր չէ դու ինչ որ դրված է քեզ դիրոջ մե կատարե դերը այդ կորձը բիդարնե եւ մեծ օրտնություններու պիտի փոխե մարդիկը նստան հոշատ խոտ գար գեղեցիկ խոդերու վրա նստան ուրիշ ավետարանը գսե 50 նստեցուց գազմավրված գազմագերբված Հիսուս գազմագերբված է ամեն ինչ իր դեղը պետք է լա եւ ոչ թե այսպես խառնի ջաղանջ մենք երբեմն հայերս այդպես ենք ոչ գարկ ունենք ոչ կանոն ունենք երբեմն նույնիսկ մեր դուներու մեջ եկեղեցիներու մեջ ով ինչ կուզե գնե ով ինչ կխոսի չէ գարկ ու կանոն նստեցուցեք խոդերու վրա 50 խումբով հանկիս սիրուն գեղեցիկ դերը գսիրե գեղեցիկ քանի որ երգին ու երգիրը ստեղծող Աստվածը ամեն ինչ իր դեղը տրավ գարկ ու կանոնով նույնիսկ Հիսուսի հարություն եւ Հիսուս հարություն արավ իր սկեսները ծալլված հանկիստ տրված էր քերեզմանին մեջ ժամանակ արավ որ այդ հակուսները ծալլեց եւ տրավ իր քերեզմանին մեջ այս գարկ ու կանոն մեզ ցույց կտա մե մնայեցեք սիրելի քույր եղբայրներ ծեր դուները արդյոք լավ գազմված են եկեղեցիներու մեջ գարկ ու կանոն գա քո ընտանիքի մեջ գարկ ու կանոն գա ժամ գահարկես ամեն ինչ իր դերն է արդյոք որ գերտաս այս կամ այն մարդու հետ հանդիպման ժամին գահասնես արդյոք երբ որ բարտկեր ունիս բարտկերը ժամին գուդաս այս բոլորը գարկ կանոնի հետ կապ ունի Հիսուսի հետևելու հետ կապ ունի ամեն ինչ գարկ ու կանոնով պրինցիպային սկզբունքային քանի որ մեր դերը այդպես է Հալելույա մարդիկ նստան թվով 5000-ի չափ Հիսուս հացերը արավ եւ կոհացավ եւ աշակերտներուն բաժնեց աշակերտներն ալ նստողներուն նույնպես բալցուկերեն որ չափ որ ուզեցին կոհացավ աղոթեց փառք տվավ Տիրոջը բոլորին համար ասելով շնորհակալ եմ եւ մարդիկ հասկացան որ Հիսուս հացը բազմապետ կոհ է եւ դվավ գերան որ չափ որ ուզեցին այսեք արադություն որ չափ որ ուզեցին Արադություն 5 հաց 2 ցուկ արադություն 200 թայգան ինչպես պիտի գտնենք արադություն վախով մի քայլեր հավատքով քայլեր բայց հավատքով քայլելու համար քո ցուգդ եւ քո հացը դուր քո ցուգդ եւ քո հացը դուր Տիրոջը կորձին եւ դերը գիտե ինչ պիտի անի հալելույա համար 12 երբ կշտացան ըսավ իր աշակերտներուն ժողվեցեք ավելցված գդորները որբեսի փամը չգորսվի Հիսուսի օրտնությունը պետք է գորսվի ոչ մեկը
Այստեղ կա նաև սիրելիներ թաս մեզի։ Մենք երբեմն հայերս անչափ շատ սեղաններուն վրա գերագուր գտնենք, որ գեսեն շատը երբեմն գտապենք։ Սիրելիներ, սրա մասին ալ պետք է խոսվի։ Այս ալ դիրոջ մեզ սորվեցած բան է, որ մենք պետք է գործընծնենք, պետք է թափենք։ Նախ շատ նյութական եւ ֆիզիկական բաներ գսեմ, բայց հոգեվորալա։ Եվ որ դերը մեր սրդին մեջ օրտնություն գնե, եւ որ մեզ հոգեվորաբես կգերագրե, եւ որ մեզ հոգեվորաբես գործնե, ու շատիր պետք է ելանք, որ խոզերուն պետք է դանք, այդ առումով որ պետք է իդ աշխարհ վերադարձնենք։ Եվ որ դերը մեզ կբժշկե օրինակի համար։ Մեր այդ բժշկությունը պետք է կորզածենք իր թակավորության համար։ Եվ որ դերը մեզ ֆինանսական օրտնություն կտա, այդ ֆինանսական օրտնությունը պետք է կորզածենք իր թակավորության համար։ Եվ որ մենք ընկերներ կգտնենք, այդ ընկերությունը պետք է կորզածենք իր թակավորության համար։ Եվ ոչ թե հասկանա, եւ որ երեխաներ կունենանք, այս քեղեցիկ բաներ, որ դերը գուտա մեզ, մենք այդ պիտի կորզածենք իր թակավորության համար եւ ոչ թե աշխարհ գործընծնենք, վատնենք մեր ժամերը, մեր զորությունը, մեր ունեցածները աշխարհային բաներով։ Ոչ մի բան պետք չէ գործվի, այլ ամեն ինչ Տիրոջ թակավորության մեջ պետք է մնա։ Ամեն։ Ժողվեցին եւ 12 գողով լեցուցին այն 5 կարիե հացերեն մնացած գդորանքները, որոնք ուդողներեն ավելցան։ 12 գողով 12 աշակերտ դերը օրտնեց նաև աշակերտներուն, ծառայողներուն, աշակերտները, որ իր հետ էին, 12 ըսել է, որ Աստված գուզե նաև օրտնել իր ժողովուրդը, 12 կներկայացնե աշակերտները, բայց նաև իր ժողովուրդը, ամեն մեկ հրաշք, որ դերը գնե, գուզե այդ հրաշքը կա իր ժողովուրդին օրտնություն բերե։ Ինչու գսեմ այս բանը, եւ այս երկու գեդերը որսի այս կհիշեցնենք։ Շատեր գուքան եկեղեցի եւ կբժշկվին, գործնվին, եղբայր քույրերու աղոթներով, հովիվի քարոզներով, գործնվին, կփոխվին, կաշխարեն, գլավանան, հրաշքներ գաբրին, բայց կերտան աշխարհ եւ ետ չեն վերադառնար։ Պետք չէ գործվի։ Պետք է եկեղեցին օրտնվի քու հրաշքներով։ Եվ զարմանալին այդ է, որ մեկը ասենք դիրոջ մե հրաշք կարդե եւ մարդը լավ գսկա, այդ եկեղեցին պետք չունի։ Գզարմանամ, որ մարդիկ եկեղեցի գուքան, անոնք որ պետք ունին, ասենք իրենց կյանքին մեջ փամը ըլլալու։ Այո, եկեղեցին նաև այդ տեղն է, որ հիվանդները պիտի կան, գործվածները պիտի կան, պետք է մենք ընդունենք, սիրենք, օրտնենք, այո, բայց երբեմն երբ որ ամեն ինչ լավ է, երբ որ այլևս ոչ մեկ բանի պետք չունին, մարդիկ կթողնեն եկեղեցին եւ կերտան իրենց աշխարհային բաներով։ Չէ, երբ որ օրտնություն կա, քեզ պետք է մասնագիծ դարձնես 12 ցեղին եկեղեցին։ Եվ որ օրտնությունը գուտես Տիրոջ մե, դու պետք է մասնագիծ դարձնես Տիրոջ ժողովրդին։ Անորոշ շատ կարևոր է եկեղեցի միապանությունը, հավաքները, մեկ ըլլալը, մեկ տեսիլ ունենալը, մեկ Տիրոջ ժողովուրդ ըլլալը, 12 գողով ավելցավ։ Իսկ մարդիկը երբ Հիսուսին ըրած հրաշքները տեսան ըսին, ասիգա է ճշմարտապես այն մարգարեն, որ աշխարհ պիտի կար։ Հիսուս գիտնալով թե պիտի կան զինք հապշտագեն, որբեսի զինք թակավոր ընեն, նորեն մինագը լերը քնած։ Սիրելի քույր եղբայրներ, ավասիկ մարդիկ կսեն այս ինչ լավ է Հիսուսը, մեզ կգերագրե, կբժշկե, գործնե, հրաշքներ գնե, մեր թակավորը թողլա։ Մեզի համար շատ լավ է, մեր համար թող թակավորը լա մեր վրա։ Բոլորովին սխալ մտածում Հիսուս թողեց եւ գնաց, քանի որ Հիսուս իր փառքը չէր փնտրեր։ Հիսուս չէր եկած թակավորը լալու, նույնիսկ եթե սատանան փորձեց համոզել կամ խապել կամ փորձել այսպես սխալ ուղղություն տալ, բայց Հիսուս չփորձվեցավ։ Հիսուս գիտեր ինչու եկած էր։ Եկած էր իր աստվածությունը ցույց տալու եւ եկած էր որ մարդու որդի լալով մերներ հարություն առներ, որովհետեւ մարդը մարդուն միջնորդը լար իր փրկությունով։ Շատեր գսիրեն փառքը, շատեր գսիրեն որ մարդիկ իրենց բարձրացնեն, բայց Հիսուս այդպես չէ, Հիսուս դեսիլք ունի։ Սիրելի քույր եղբայր, ունեցիր քո դեսիլքը եւ ոչ թե փառքը փնտրե։ Ունեցիր քո նպատակը
եւ ոչ թե մարդկանց համացային քայլեր։ Եվ այդ նպատակը թողը լա դիրոջ թակավորության օրտնությունները ավելցնել քո փոքր մասնակցությամբ։ Ինչ ենք մենք հավանականության մեջ։ Ոչինչ։ 5 ցուկ 5 հաց 2 ցուկ ունի դերևս։ Բամը չի փոխեր այս բոլոր հոգևոր բաներու մեջ, բայց դու 5 հացը 2 ցուկը դուր քո մասնակցությունը կատարյալ դուր դիրոջ թակավորության մեջ։ Հանցնե դեր Հիսուս Քրիստոսի, որ ինք քեզ կորձած է, կորտնություններ կորձած է, քեզ մով մեծ օրտնություններ է։ Իրեն լա միշտ փառքը հիմա Հավիդյանս Հավիդենից հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Լսենք այս երգը եւ կվերակտնենք իրար։ Հոգով ես ապրել, բայց կոտրած էր սիրտ ու հոգիս, հոգուս փափագն է Աստծուն սիրել, մաքուր սրտով ու ամբողջ կյանքով, իմ անկին, իմ թանկագին, դու ես կյանքիս փրկիչը Տերը, չեմ մոռանա ես եթե քո սերը, Նվիրեմ քեզ իմ երգերը, քո մեծ սիրտս ու հոգիս, դու ես Տերը իմ անկին, իմ թանկագին, դու ես կյանքիս փրկիչը Տերը, չեմ մոռանա ես եթե քո սերը, կնվիրեմ քեզ իմ երգերը, քո մեծ սիրտս ու հոգիս, դու ես Տերը ընտրել եմ քեզ փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոս Աստծո որդի Քեզ եմ նվիրում սիրտ ու հոգիս եւ այն ամենը որ տվել ես ինձ իմ անկին իմ թանկագին դու ես կյանքիս փրկիչը Տերը չեմ մոռանա ես եթե քո սերը կնվիրեմ քեզ իմ երգերը քո մեծ սիրտս ու հոգիս դու ես Տերը իմ անկին թանկագին դու ես կյանքիս փրկիչը Տերը չեմ մոռանա ես եթե քո սերը կնվիրեմ քեզ իմ երգերը քո մեծ սիրտս ու հոգիս դու ես Տերը Ես հավետ ընտրել եմ քեզ Կյանքիս ընկեր ու հոգուս Տեր Հոգիս ցնցում է ուրախ եմ միշտ Ով կարող է ինձ զրկել քեզնից Իմ անկին, իմ թանկագին Դու ես կյանքիս փրկիչը Տերը Չեմ մոռանա ես եթե քո սերը Կնվիրեմ քեզ իմ երգերը Քո մեծ սիրտս ու հոգիս Դու ես Տերը իմ անկին թանկագին Դու ես կյանքիս փրկիչը Տերը Չեմ մոռանա ես եթե քո սերը Կնվիրեմ քեզ իմ երգերը Քո մեծ սիրտս ու հոգիս Դու ես Տերը իմ անկին թանկագին Դու ես կյանքիս փրկիչը Տերը Չեմ մոռանա ես եթե քո սերը Կնվիրեմ քեզ իմ երգերը Քո մեծ սիրտս ու հոգիս Քո մեծ սիրտս ու հոգիս Քո մեծ սիրտս ու հոգիս Դու ես Տերը Ամեն մեր դերն է հալելույա իրենը լա փառքը եւ բադիվը գեղեցիկ է մեր դերը
կորտնենք իր Սուրբ անունը, հալելույա։ Քեզ կպատվենք կորտնենք մեր Սուրբ Աստված, ճշմարիտ Աստված երկնքի եւ երկրի։ Օրտնյալ է քո Սուրբ անունը, որ մեզ կսորվեցնես կյանքը եւ առավել կյանքը։ Շնորհակալ ենք Տեր դու ինչ ես Հիսուս, մենք կխոնարհենք քո առջև, կընդունենք քո աստվածությունը, կպատվենք եւ գործենք քեզ։ Դու եղիր գետրոնը մեր կյանքին, անոնք որ ունգընտրեցին իրենց հոգին նորոգե, սիրտը նորոգե, բժշկե կատարե ով Տեր, անոնք որ սոված են, ինգած են ով Տեր, գաղութենք Լիբանանի մեր Բեյրութի ժողովրդի համար, որ հadouk այսօր դժվարություններու մեջ են, շրջապատե եւ որտեղ ապաշխարություններ բարձրանան այդտեղ, զղջումներ բարձրանան, որ դու պաշտպանես քո ժողովուրդը, մինչեւ դու վերադառնաս։ Օրտնյալ է քո Սուրբ անունը, հիմա եւ միշտ հավիտյան, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադապես օրտնես իրեր քուր եղբայրներ, մենք կալ չորեք շաբթի դերը գամի հանդիպինք, ձեր ընկերներուն տարածեցեք այս մեր սերտողությունները, որ գլան գտնեք YouTube-ի վրա, մի քանի վարգանեն միլիոննակ վիդ գտնեք նաև Facebook-ի վրա սերտողությունը, ամենատեպս փոխանցեցեք, մարդիկ նորոգվին, օրտնվին, նայեցեք ձեր 4 կողմը ով որ գա, որ ծարավ են Տիրոջ խոսքին եւ գուզեն աշակերտի պես ապրել, անգերց, այդ մարդկանց ուղարկեք, այդ մարդկանց համար է այս խոսքերը, այս սերտողությունները, իսկ անոնք որ քիչ մձուր մուր են իրենց հանգիստի մասին կմտածեն, սիրտ չունին սուպկիր կարտալու, սիրտ չունին ծարայելու Տիրոջ, այդ մարդկանց մի ուղարկեք, թող մնան այդպես, թող Տերը իրենց սրտին գտնի, որ իրենք փնտրեն, ծարավ պետք է լանք Տիրոջը, որ Տերը մեզի դա, եթե ծարավ չենք, բան մնալ չկա։ Ամեն, ես չեմ հուսար, որ այդպես ենք, հուսամ, որ շատեր պիտի փոխվին, բայց կանչվածները շատ են, ընդրվածները քիչ ադա լսեմ, անորոմար ընդրվածները այս տեղեր են գերև նայ, որ մարդը աշակերտության հոգի մեջ է։ Ձեզ գսիրեմ գործնեմ, շնորհակալ եմ ձեր աղոթներու համար, ձեր քաչալերության համար, Աստված օրհնե ձեզ, պետք ունենք, որ տեսնենք, որ այս մեր ծառայությունները արդյոք դեղ կհասնի, արդյոք մարդկանց իսկապես գոքնե, գործնե, արդյոք մարդիկ կփոխվին, ոչ թե մեկ քարոզ եւ այլն եւս, ոչ թե փամուչունիմ չորեք շաբթի օրերը Սարգիս եղբայրը լսեմ, չէ, պետք է որ մեկը իսկապես փնտրե եւ միապանվի այս ծառայության եւ նաեւ այս խոսքերուն, որովհետեւ բդողներ տեսնե։ Մեր Տիրոջը լապարքը եւ հիմա եւ միշտ եւ հավիտյան, օրտնյալ է մեր Տերը, եկեք օրտնված իրար թողնենք համբույրներով մինչև կալչորեք շաբթի դերը գամից տեսություն։